Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եվ գիտենք նաև ինչպես պետք է վերահաստատենք դա, այնպես ինչպես Սուրբ Գրիգոր Լուսավորչի օրինակն խորվիրապ բանտարկությամբ եւ հանձն առնելու տառապանքն ու չարչարանքը մեծ նպատակի է, մեծ տեսիլքի համար, ահավասիկ 2000 կամ 1700 տարի շարունակ եւ մեր Տիրոջ պարագան 2000 տարի եւ ավելի շարունակ այդ տառապանքի, չարչարանքի պտուղը, հաղթանակի հնարավորությունը տրված է մեզ, չի դադարում դա։ Մեր պարագային իմացնավորի Սուրբ Գրիգոր Լուսավորչի 1700 եւ ավելի տարի առաջ տեղի ունեցած մեկ իրադարձությունը պատճառ է եղել մեր ամբողջ կյանքի այս ընթացքում շարունակության եւ ոչ միայն շարունակության, այլև ստեղծելու արժեքներ արելու, այո ձախողումների, այո վայրեջքների, բայց նաեւ վերելքների եւ հաղթանակի պատմությամբ շաղախված։ Տեղի է ունեցել այդքան ժամանակ առաջ եւ շարունակվում է մինչեւ այսօր եւ մարդուն անհատին եւ հավաքականությանը նաեւ ցույց տալով այն ճանապարհը ուղղակիորեն չկա մի բան, չկա մի երևույթ մեր կյանքում, որ կարող է ձեռք բերվել առանց մակարոնի, առանց տառապանքի, առանց ինքնազոհության, առանց այդ նվիրումի, սկզբունքայնության, հավատարմության, չկա ոչ մի բան, վերցրեք ձեր ընտանիքները, վերցրեք ձեր անձնական կյանքը, քննեք այն, տեսեք կարող է լինել այդպիսի բան, թե ոչ, չի կարող լինել։ Հաղթանակը պտուղն է այդ բոլորի։ Եվ մենք սիրով, խոնարհությամբ, առանց հպարտության, առանց այդ հպարտության մեղքի մեջ գտնվելու, կոչված ենք այդ ճանապարհը շարունակելու։ Մեզ փորձում է կերակրել ասելով, որ տառապանք, մակարոն, ոչ մի բան, լավ ապրել եւ այլն, ճակերտավոր ասած, փորձելով հեռացնել այդ հաղթանակի զգացումից ու բերկրանքից, որի բոլորս ձգտում ենք, բարձրաձայնելով կամ թաքուն մեր մտքով կամ մեր սրտերի մեջ։ Չկա մի մարդ, որ չի ձգտում դրան։ Չկա մի մարդ, որ չի ցանկանում հաղթանակ ունենալ։ Այո, նաև որոշակի իմաստով դժվարություններ ենք ունենում հանրային կյանքում, որովհետև մարդիկ, ովքեր 2018 թվականին հրապարակներում իրենց համար հաղթանակ կնքեցին, որոնցից փառք Աստծո շատերը ուղղակիորեն հասկացել են, գիտակցել են, թե ինչ աղետ է բերել այս չարիքը մեր պետության, մեր երկրի, մեր ընդհանրապես գոյության վրա, հրաժարվեցին եւ հրաժարվում են, բայց ոմանք էլ պարզապես միամտորեն այդ հաղթանակը, որ կնքել են 2018-ին, ճակերտավոր ասած, նրանք չեն ուզում հրաժարվել այդ հաղթանակից, որովհետև միգուցե ոմանց կամ շատերի համար այդ հաղթանակը, դարձյալ եմ կրկնում, ճակերտավոր հաղթանակը իրենց կյանքի միակ հաղթանակն է եղել։ Ես ինչու եմ ասում սա, որովհետև յուրաքանչյուր մարդ իր սրտում, իր հոգում, իր անձնական կյանքում լինի դա, իր ընտանեկան կյանքում լինի, իր ձեռքբերումների միջոցով կամ այլ կերպով անընդհատ ձգտում է այս կյանքում հաղթանակ ունենալ։ Եթե անհատական կյանքում դա ճիշտ է, ուրեմն նաև եւ հատկապես եւ առավել եւս մեր հավաքական կյանքում է դա ճիշտ, մեր ձգտումը պիտի լինի դա։ Չկա մարդ, որ ցանկանում է պարտություն ունենալ։ Բացի այս չարիքից, որը գովերքում է պարտություն, որը իր պարտությունը համարում է բոլորինը, վերագրում է ավելի ճիշտ բոլորիս, եւ իր պարտությունը փորձում է ուրեմն տարածելով մեզ վրա ներկայացնել որպես հաղթանակ, ինքնիշխանություն, ձեռքբերում, անկախության նվաճում, խեղկատակ, ուրիշ ոչ մի բան։